Երբեմն գնում Թերեզա ասել։ Այո, միշտ կարող եք ասել Թերեզա, տեսեք, մենք սկսել ենք, մենք վերադարձել ենք այսպես անմիջական, լուսավոր եւ դրական եւ ես պատիվ ունեմ ներկայացնել մեր հյուրին Հայօգնության ֆոնդի նախաձեռնությամբ մայիսին կազմակերպվել է Ամերիկահայ անվանի դաշնակահար Շահան Արծրունու համերգային շրջագայությունը Հայաստանի մարզերում Արարատ, Արմավիր, Տավուշ, Սյունիք։ Այս շրջագայության նպատակի արդեն իսկ կայացած եւ սպասելիքների մասին կխոսենք մեր հյուրի հետ։ Տոհմիկ երաժշտության մասնագետ, ուսուցիչ, գրող եւ պրոդյուսեր Ամերիկահայ անվանի դաշնակահար Շահան Արծրունի, ՕՖԻ Հայաստանի մասնաճյուղի փոխտնօրեն, կրթական եւ գիտական ծրագրերի ղեկավար Էդուարդ Կարապետյան։ Լույս առավոտի։ Շնորհակալ ենք, որ մեզ հետ եք սկսել օրը այս կարևոր եւ պատասխանատու նախաձեռնությամբ։ Եկեք խոսենք այս ժամանակահատվածի շրջագայության մասին։ Ուրեմն նոյեմբերյան սկսանք եւ վաղ գավարդենք վաղաշաբաթի։ Մեջ վաղ չէ, շաբաթ օրը։ Ուրեմն յուրաքանչյուր քաղաքի մեջ քյուղաքաղաք երբեմն գնենք վարպետության դասեր, դղակը կնվագեն, ես որոշ թելադրություններ գնեմ եւ կսովեցեմ թե ինչպես պետք է հնչե, կոնե ես ինչպես պիտի ենեի։ Իսկ հաջորդ օրը ես համերգ մը գուդամ եւ այդ համերգին մաս կգազմեն նաեւ նախորդ օրվա լավագույն նվագողներ, միմիայն դաշնակահար չէ, որևէ գործիք գնա ըլլալ, ես մասնավորապես ուշադրություն գնեմ դեղ դալու մեր ասկային նվագարաններով, կանոնի, շվի, դուդուկի, դողոլի եւ այլ, որովհետեւ ես այն համոզումը ունեմ եւ խորապես կհավատամ ադոր, որ մեր հարստությունը ոսկի չէ, մոլիբդեն է գիտեմ, նույնիսկ կացի եւ դեսա։ Շատ հումորով եք։ Հավնացած։ Պարոն Արծրունի, դուք եւ մեր հարստությունը մեր մշակույթն է։ Անխոս։ Եվ պետք է ամեն չանք տապենք, որովհետեւ նոր սերունդը ծանոթանա, սորվի, խորապես սորվի եւ այդ կիցածը դարածե հաջողության մեջ, որովհետեւ մենք ավելի ծանոթանանք աշխարհի մեր մշակույթով։ Պարոն Արծրունի, դուք երաժշտական ակտիվ գործունեության շնորհիվ ելույթներ եք ունեցել, համերգներ եք ունեցել Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում, Եվրոպայում, Ավստրալիայում, Սպիտակ տանն եք դուք ելույթ ունեցել, բայց ասեք, որ երբ որ գալիս եք Հայաստան, երբ որ ելույթ եք ունենում Հայաստանում, դա մի այլ զգացողություն է, դա մի այլ ժամանակ է, որը որ համեմատել հնարավոր չէ ոչ մի երկրի, ոչ մի բեմի եւ ոչ մի Սպիտակ տան հետ։ Համաձայն եք։ Ես Թուրքիա ծնած եմ, Իստանբուլ ծնած եմ, այնպես որ հայ մշակույթի մասին գրեթե տեղեկություն չունեի։ Հայերեն խոսեի լավ, որովհետև տան մեջ հայերեն խոսվեր եւ ես ավարտած եմ կենտրոնական ասկային վարժարանը, որ ամբողջությամբ հայերեն է։ Թուրքիան ցերևս մի քիչ ավելի դգար է, քան թե իմ հայերը։ Սակայն բացարձակապես տեղեկություն չունեի հայ մշակույթի մասին։ Մինչև որ առիթը եղավ, որովհետև ես Ամերիկա երթամ եւ հոն իմ ուսումս շարունակեմ։ Երբ հոն կացի, գրգին հայրու մասին խաղապար չունե, հայ մշակույթի, հայրու մասին չէ, հայ մշակույթի մասին։ Երբ ավարտեցի Ջուլիարդը 1964 թվականին։ Չէ, 9 թվականին, երբ Ներողություն։ Երբ Ընդունվել եք ավարտեցի, 64-ին։ Կոմիտասի հայրամյակն է եղել։ Եվ այն որոշումը դրվեցավ, որ այդ 69 թվականը որպես հայրամյակ դոնվի։ Իմ միակ հարաբերությունս Կոմիտաս անվան հետ այն էր, որ երբ Կոմիտաս Իստանբուլ եկած էր 1910 թվականին, դերևս գիտեք, որ 300 հոգինոց
երկչախումբը կազմված էր։ Այդ երկչախումբը դակավին գոյություն ունի մինչև այսօր։ Երբ 19 տարեկան էի ես, երկիոնահարիմը պետք է գար։ Թաշամուրը երկիոնահարը ամենալ ստեղ ունին, ամենս որ կարևորություն չունի շատերու համար։ Միշտ բոլորովին տարբեր գործիքներ են։ Եվ ինձ մեկ խնդրեցին, որ ես նվագեմ, այսինքն նվագեմ ամեն գիրագի բادرակի ընթացքին այդ խոշոր խմբեր կազմին հետ միասին։ Եվ ինչու՞ չես։ Ուրեմն այդ Գոմիդասի անունը ծանոթ էր ինձ։ Երբ 69-ին ուզեցին, որ այդ երկու այնատեն LP ըսված բանը չեմ գիտեր Հայաստանի մեջ ինչ կսեկադոր CD-ի առաջին չէ, գիտես ավելի խոշոր Ձայնապնակ LP կարևորը դրա անգլերենի մասը Long play Long play It's amazing Անգլերեն Այս երեք բառը Ուրեմն ամենածանոթ հայ արվեստագետները Ամերիկայի մեջ ապրող հավաքվեցանք եւ քանի որ ես Կոմիդաս անվան ծանոթ էի, ասեմ որ թուն գլաս դնորենա այս հարցին եւ ծանոթությունները տեսեք ինչ հարցեր են լուծում այո եւ իրապես երկու LP-ներ են գազմված շատ քեղեցիկ ալբոմ ստեղծեցին եւ մեծ թիվով ծախվեցավ ադիգա եւ ես սիրահարվեցա ասենք Կոմիդասի հետ եւ հայ երաժշտության կապարը ծով մտցնավ մտքիս մեջը եւ ես խորեցա որ լավ գլա եթե հայ երաժշտությունը ծանոթացնեմ ոչ միայն Ամերիկայի մեջ այլ աշխարհի մեջ եթե ես որպես հայ ծանոթ չեմ հայ երաժշտության, օտարը ինչպես ծանոթ պիտի ուղղա, անանք չէ, ուրեմն առիթը ստեղծվեցավ և ես Հայաստանեն սպյուրքահային այնադեն կոմիդեմը կար այդ շրջաններուն, իրենք սկսան ուղարկել ինձի շատ տաշնամուրի կորձ, այն ինչ որ գդբվեր Հայաստանի մեջ ինձի կուղարկեի և սկսամ անոնք մշակել հետաքրական գործեր են, դարբեր տեսակի գործեր են, Բախի, Բեթհովենի կամ Բրամսի կամ Շոպենի, չէին նմաներ, դարբեր շունչ մոնեն, և այդ շունչը ինձի հաջելի շունչ մներ։ Եվ սորվեցա, նվակեցի և 1975-ին, չեմի որ քիչ առաջսի որ այդ Վիկտորբորգա անցը, թե կնվակեր և թե կխոսեր, խորեցա որ ճիշտ կլա, որ ես ալ թե նվակեմ և թե խոսեմ, եթե ես չեմ գիտեր, թե ինչ է այդ գործին իմաստը, պարունակությունը և այլն, եթե բացատրեմ ժողովուրդին, ունգընտրին, ավելի լավ պիտի հասկանա, թե ինչ է եղածը։ Ուրեմն, ադիգա ես հալ սկսա թե նվակել, թե բացատրել։ Եվ բարեգործականը, գիտեք բարեգործականը, երբ անգամ տեսավ, թե ինչ է եղածը, այնքան ոգևորվեցավ այս հարցով, որ իրենք 50 ավելի այսպես դեղերու մեջ chapter-ին, չեմ գիտեմ, մորսա ինչ կսվի chapter-ին, գլուխներ Չէ, դեղեր իրենց մասնաճյուղեր ունեն, 50 ավելի, իրենք կարգացրեցին, որպեսզի ես այդ խոսակցությունը և նվագակցությունը իրար խառնած ներկայացնեմ ժողովրդին։ Այնպես որ շատ խոշոր շրջապատույթ մի եղավ և ադիգա առիթը ստեղծեց, որ ես ծանոթացնեմ։ Այդ ալ իր գարկին պատճառը դարձավ, որ ես շատ ավելի խորուն կերպով հետաքրվիմ հայկական երաժշտությամբ և ոչ միայն հայկական երաժշտության նվագով, այլ և թեորիայով, խազերու
թեորիան օրինակի համար։ Եվ այդ նյութերուն շուրջ զանազան լուրջ միջազգային պարարաններու կամ համայնագիտարաններու մեջ ես լուրջ գրություններ գրեցի, որոնք ծանոթ դարձան եւ եւ ես դարձա հայ երաժշտության ամբասադորը։ Դեսպանը։ ինչ լավ բառ։ Նաև ես քիչ անց նաև խոսենք ձեր հերյան ծանոթի մասին, որ նաև մեծ դեր ունի այն առումով, որ նայել է նաև ձեզ օգնել եւ ստիպել է, որ դուք հետաքրքրվեք հայկական երաժշտության ուղղություններով։ Բայց ես կուզեմ խոսենք Հայրենական ֆոնդի այս ֆանտաստիկ նախաձեռնության մասին, ինչ է տալիս, ինչ է տվել սա, բացի այն, որ սա հնարավորություն է վարպետի հետ շփվելու, փորձ գիտելիք, իհարկե սա ահռելի մեծ հարստություն է յուրաքանչյուր ներկայի համար, բայց ֆոնդի համար, հա, հիմքում առաջնային նպատակները որոնք են։ Տեսեք, շնորհակալություն, բայց ձեր նախորդ հարցին էլ պետք է պատասխանեմ։ Այս նախաձեռնությունը մայեստրոինն է։ Ուղղակի Հայօգնության ֆոնդի գրասենյակը, քանի որ Նյու Յորքում է գտնվում, համագործակցելով մեր Նյու Յորքի գրասենյակի հետ, այս միտքը ծագել է իր անցկացման ֆորմատի առումով, որովհետև մայեստրոն իրոք այն ինչ անում է 16 թվականից սկսած։ Այս ազգանվեր, հայրանվեր, ինչ ասեմ, մի հրաշալի նախաձեռնություն է, որովհետև երաժշտական դպրոցի, արվեստի դպրոցի սաները ոչ միայն նվագում են եւ վարպետանում են եւ վարպետի խորհուրդներն են լսում, նաեւ պետք է ասեմ մանկավարժները, որոնք որ դասավանդում են այլ նաեւ իրենք այդ բոլոր երաժշտությունների մասին տեղեկություններ են վերցնում, անգամ ես պետք է ասեմ առանձնահատկության մասին է, որ տեսնեք ինչպես է վարպետը վարում այդ վարպետության, անգամ նոտան այդ երաժշտության այդ նոտան ինչ տևողությամբ պետք է հնչի, անգամ դրա վրա է ուշադրություն դարձնում, որովհետև ասում է, այստեղ երաժշտության մեջ կա մի տակտ, որտեղ ինքը անցումը պետք է անի օրինակ, այս ձևով։ Ես պետք է ասեմ, որ կներեք այստեղ, ես որևիցե մի տեղ, որևիցե մի անգամ այդքան ջանասիրաբար, սիրով երեխաների հետ աշխատել չեմ տեսել։ Առաջին անգամ տեսել եւ ծանոթացել եմ մայեստրոյի այդ ուրեմն դասընթացների եւ վարպետության դասերի ժամանակ։ Իսկ համերգները անց են կացնում ֆանտաստիկ։ Խոսում է երաժշտության, առանձնահատկության, որտեղ է այդ երաժշտությունը ծնվել։ Այո, պետք է օպերատորին ցույց տա։ Եվ պետք է շարունակելով այդ խոսքը ասեմ, որ այն ինչ արվել է այս տարիների ընթացքում, արվել է ամբողջ Հայաստանով մեկ, չկա որևիցե մարզ, որտեղ մայեստրոն չի եղել, որտեղ այդ դասընթացները չի անցկացվել եւ այո, Արցախում, Վրաստանում ջավախք է եղել, Թբիլիսիում է եղել, բայց առավել եւս այդ ջավախք եւ Արցախ ինքը բավականին մեծ եւ հետաքրքիր աշխատանք է ծավալել։ Դրա համար ուզում եմ ասեմ, որ հարմար առիթ է այսօր էլ մեր հանրապետության ուրեմն օրն է, նախ շնորհավորում եմ բոլորիս եւ մեր ունկնդիրներին, մայեստրոին ասեմ մեծ շնորհակալություն, որովհետեւ այն ինչ ինքը տվել է պատանիներին, մանուկներին եւ նաեւ երաժշտասերներին անգնահատելի է։ Անդխոս, սա իսկապես հայանպաստ աշխատանք է։ Սա ասեմ, որ հայ օգնության ֆոնդի հետ իմ հարաբերությունս 17-ն շատ ավելի առաջ եղել է, երբ որ երկրաշարժ եղավ 88-ին, 89-ին արդեն հիմնվեցավ հովը եւ այն օրեն ի վեր ես հովի հետ միասին չեմ աշխատիր այդ իմաստով, միասին եմ կգործակցեմ։ Համագործակցում եք։ Համագործակցում։ Ինչ լավ բառ է, հավանեցի։ Շնորհակալ եմ Անջո։ Եկեք խոսենք այս իրադարձության մասին։ Մենք ցույց տվեցինք, Կարենը ցույց տվեց այս պոստեր ասվածը։ Ինձ հետաքրքիր է ինչի մասին է խոսքը, բարեգործական համերգների եւ ծրագրերի մասին։
այդ հարցում ուտերն Վերջինը մայիսի 30-ին է։ Մայիսի 30-ին վերջինն է, վաղ շաբաթում ենք տեսնում։ Այո, շաբաթ օրն է, համերգն է, հրամեցեք։ Եթե ազատ է։ Վաղ մի փոքր դժվար կլինի գալ, բայց փորձենք։ Գնացներ գալը, եթե կփափակի։ Մասիս կկարանաս գնաս։ 28-ին այսօր։ Այո, 28-ին Մասիս քաղաքի Արնո Բաբաջանի անվան երաժշտական դպրոցում։ Խնդրեմ։ Բոլորին մենք հրավիրում ենք այս տոնական օրը, պետք է ել ավելի տոնական դարձնել։ Մուտքը ազատ է։ Մուտքն ազատ է, ժամը 17:00-ին։ Այո, այնպես որ ես թե պիտի նվագեմ եւ թե այն աշակերտները, որոնք հաջողագեն, պիտի մասնակցություն բերեն, այնպես որ խառնուրդն պիտի ելնա։ Ոչ աբուր։ Ես մի փոքր լրացում պետք է անեմ, որպեսզի մեր հերոստատիտողը իմանա։ Մայեստրոն նաև մեծ բարերար է, որովհետև մայեստրոյի շնորհիվ Վանաձորում կա տարեցների տուն, որը Հայօգնության ֆոնդի հովանու ներքո է գործում։ Այդ տարեցների տան ամբողջ գումարը մինչև 2 տարի առաջ հոգացել է մայեստրոն, հիմա որոշ գումար հատկացնում է նաև կառավարությունը։ Մայեստրոն հիմնանորոգել է Արամ Խաչատրյանի տուն թանգարանի ուրեմն կտուրը, բացի դա Դաշնամուրը, որը որ Արամ Խաչատրյանն էր նվիրել թանգարանին, հրատարակել է 4 գիրք Արամ Խաչատրյանի հիշողությունների եւ նամակների, նվիրաբերել է ուրեմն կոնսերվատորիայի գրադարանին մեծ քանակությամբ գրադարան, բացի դա վերանորոգել, կահավորել է եւ արդիականացրել է, թվայնացրել է կոնսերվատորիայի ուրեմն գրադարանը։ Ես պետք է ասեմ նաեւ մեծ նվիրատվություն եղել Չարենցի անվան թանգարանը։ Սակայն չմոռանանք սերու, որ այս կորձին մեջ մորակույր սա եւ իր ամուսինը դերև դիգին Գևորգ եւ Սիլվարդ Կարամանուկ առաջին քայլերը արածել իրենք սկսած են եւ ես սեվում հիմա որ մահացած են իրենք այդ հիմնադրամը մայիստրոն է կառավարում։ Այո Պարոն Արծունի, մենք երևի այդ շնորհակալություն ասելու ժամանակը ցավոք սրտի շատ շատերը չեն ունենում։ Ես իմ կարծիքով, եթե թույլ կտաք, շատ շատերի անունից կուզեմ շնորհակալություն ձեզ հայտնել, որովհետև իսկապես ձեր եւ ձերպես մարդկանց շնորհիվ է, որ ամբողջ աշխարհում եք տարածում է հայկականը, մեր մշակույթը, մեր պատմությունը, որովհետև վստահ եմ ձեր շուրթերից եւ ձեր գիտելիքի, ձեր երաժշտության շնորհիվ է, որ ձեր հնարավորությունների շնորհիվ է, որ ամբողջ աշխարհում իմանում են Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Արամ Բաբաջանյանի մասին։ Շնորհակալ ենք անչափ ու ձեր այցելությունները Հայաստան եւս շատ կարեւոր է եւ մեր եւ պատանիների եւ նրանց համար, ովքեր որ ներկա են գտնվել ցանկացած հանդիպան ու վստահ եմ մեծ գիտելիքով ամփոփել ձեզ այդ հանդիպումը։ Ես ուզում եմ շնորհակալություն եւս մեկ անգամ հայտնել ձեզ, որ դուք գտնում եք Հայաստանի Հանրապետությունը, հովին առանձնահատուկ շնորհակալություն, որ այս ամենը կարողանում եք համակարգել ու բարդ կարևոր աշխատանք եք ձեր ուսերին ստանձնել։ Ինչ կմաղթեք, ինչպես նշեցինք այսօր առաջին հանրապետության օրն է Հայաստանի, ինչ կմաղթեք հայ ժողովրդին եւ եզրափակենք, եթե թույլ կտաք։ Լավ դիվանագիտություն։ Ֆանտաստիկ։ Ինչքան իրատեսական մաղթանք հնչեց մեր եթերից։ Եվս մեկ անգամ շնորհակալություն։ Այո, հայանպաստ ազգապահպան աշխատանքի համար շնորհակալ ենք, որ նաև օրը սկսեցիք մեզ հետ։ Շնորհակալություն մեր հեռուստադիտողներին այս տոնական եթերին մեզ հետ մնալու համար։ Բոլորիդ մաղթում ենք հիանալի հանգստյան օրեր։ Եվ եւս մեկ անգամ հիշեցնենք, որ մեր հյուրերն էին Տոհմիկ երաժշտության մասնագետ, ուսուցիչ, գրող եւ պրոդյուսեր, ամերիկահայ բարեր, անվանի դաշնակահար Շահան Արծրունին եւ Հովի Հայաստանի մասնաճյուղի փոխտնօրեն կրթական եւ գիտական ծրագրի ղեկավար Էդուարդ Կարապետյան։ Շնորհակալ ենք շատ։ Իրականում սա այն թեման էր, որ կարելի էր խոսել ժամերով, ցավոք սրտի եթերաժամը սահմանափակ է, մենք շնորհակալ ենք ձեզ շատ։ Մենք էլ շնորհակալ ենք, որ դուք ժամանակ գտաք եւ հրավիրեցիք մեզ այս հաղորդմանը։ Շնորհակալ ենք ձեզ, լավ էր։ Այսքանով սահմանափակվենք, դուրս եկեք փոխներ, գնացեք տոնելու ընտանիքի ընկերների հետ, դուրս եկեք մայրաքաղաք, այսօր շատ սպասված եւ կարեւոր տոն է եւ լավ ժամանակ անցկացրեք, չէ՞ որ այսօր ոչ աշխատանքային օր է։ Իսկ մենք կհանդիպենք արդեն վաղը կրկին այս տաղավարից ձեզ կասենք բարի լույս։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք։